եթե ես 3 ելույթ ունենայի, ապա պետք է ասեի, որ Հայաստանի Հանրապետությունում կա 20-ից ավելի քաղբանտարկյալ։ Այսօր ցավով պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա 40-ից ավել քաղբանտարկյալ։ 3 քաղբանտարկյալների շարքերը լրացրեցին բազմաթիվ գյումրեցի մեր հայրենակիցներ, ովքեր դուրս են եկել իրենց անհամաձայնությունը հայտնելու այս իշխանության կապրիզներին։ Բայց վերջիններս իհարկե հայտնվեցին բանտում, ինչպես դա սովորաբար լինում է։ Ես վստահ եմ այստեղից հաջորդող ելույթների համար կամ ժամանակ կամ այլ ամբիոններից ասելու եք Հայաստանում քաղբանտարկյալներ չկա։ Այդ մարդիկ հանցագործություն են գործել, դրա համար էլ հայտնվել են բանտերում եւ այլն։ Ուզում եմ ձեզ համար ընթերցել ԵԽԽՎ-ի 1900 բանաձևը, որպեսզի ինքներդ էլ համոզվեք, սիրելի հայրենակիցներ, թե որ բանտերում գտնվող 40-ից ավելի մեր հայրենակիցները իրապես քաղբանտարկյալներ են։ Ուրեմն բանաձևը նշում է, որ քաղբանտարկյալ են հանդիսանում այն անձինք, նրանց կարգավիճակը հավաստվում է, երբ կալանավորումն իրականացվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի եւ նրա արձանագրությունների մեջ արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես մտքի, խղճի եւ կրոնի ազատության, արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքների եւ միավորումների ազատության երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ։ Կալանավորումը կատարվել է բացառապես քաղաքական պատճառով, առանց որևէ հանցանքի հետ կապելու, քաղաքական շարժարկներով կալանավորման ժամկետը եւ պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, քաղաքական շարժարկներով անձը կալանավորվել է խտրականորեն, համատարած այլ անձանց հետ, կալանավորումը ակնհայտորեն անարդար ընթացակարգերի արդյունք է, ինչը կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ։ Բա հիմա այդ քաղաքացիները, եթե քաղբանտարկյալ չեն, ինչ են։ Կամ այստեղի ամբիոնից, այս ամբիոնից 3 падգամավորներից մեկը ասում է, այդ որ այդպես ասում եք, զորքերը, ոստիկանության զորքերը տարել էին Գյումրի այդ քանակով եւ այլն յուրայինների հանդեպ ինչու այդպես չեք անում, ասում է մեր յուրայինները կուլտուրական կոռուպցիոներներ են։ Իրանց որ ծանուցում են նորմալ է, ձերոնք կուլտուրական չեն։ Դրա համար ինչքան ոստիկան ունենք, տանում ենք Գյումրի, որպեսզի մեկին բերման ենթարկենք։